Բաքվում ավարտվում է հայերի դատավարությունը երեկվա նիստում ըստ Ադրբեջանի պաշտոնական լրատվամիջոցի ռազմագերիներից մի քանիսը եզրափակիչ խոսք են ասել չընդունելով մեղադրանքը։ Ադրբեջանի դատախազը պահանջել էր կամ ցմահ կամ էլ տասնյակ տարիների ազատազրկման դատապարտել Արցախի ղեկավարներին։ Դատավարության ամբողջ ընթացքում այդպես էլ որևէ անկախ իրավապաշտպան ու լրագրող չկարողացավ անգամ դահլիճ մտնել։ Ցավոք սրտի որևէ լավատեսական, ասենք, պրոգնոզ մենք չենք կարող տալ այս դեպքում, հաշվի առնելով նախկինում փորձը։ Ըստ էության ավելի հավանական է, որ մեղադրական վճիռ կլինի, թեև պաշտպանները, այդ պետության կողմից տրամադրված ձևական դեր կատարող պաշտպանները միջնորդել են արդարացնել, բայց սա ըստ էության ձևական մոտեցում է եւ կարող ենք ենթադրել, որ մեղադրական վճիռ կլինի։ Այլ բան է, թե պատժատեսակները կարող են իհարկե տարբերվել, արդեն ըստ դերակատարության եւ զբաղեցրած պաշտոնի եւ այլն, կտեսնենք ըստ էության, որովհետեւ նախկինում կրկին կոմբատանտի դասական դերակատարության համար, հատկապես Հայաստանից գերեվարված ասենք Սանթվիցի վեր, գերեվարված զինծառայողներին դատել են սահմանը անցնելու եւ զենք կրելու համար, որոնք ասում են դասական, ասենք կոմբատանտի լազերություններ են, որոնց համար հաստատ իրավունք չունեն դատելու, ու 18-19 տարի ազատազրկման են դատապարտել, այսինքն չնչին արարքների համար։ Այս դեպքում շատ ավելի լուրջ մեղադրանքներ են իհարկե հնչեցվել եւ տեսնենք ինչ կլինի, հանգուցալուծումը մոտ է իրականում։ Մյուս կողմից պետք է կարևորել նաեւ այն հանգամանքը, որ նպատակը այս բեմականացման ինքնորոշման շարժումը դատել եւ Ադրբեջանի գործողությունները լեգիտիմացնել։